Առաքյալները թեր գխոսին եւ գբացատրեին ժողովրդին, երբ վրա հասան ով քահանայապետները եւ դաջարի իշխանները զայրացած այն բանեն, որ անոնք կուսուցանեն ժողովրդին հատկապես Հիսուս Քրիստոսի մերելներեն հարություն առնելու մասին գխոսեին անոնց։ Քանի որ դաջարի պատասխանատուները նույն իրենց ոճի ուսուցումներ հուդայիզմի մեջ եւ անոնց ամիջ երբեք հաջելի չէր տվար Քրիստոսի վարդապետության քարոզությունը։ Հատկապես որ Գալիլեացի եւ Գալիլեային եկած են անուս մարդիկ եւ քրաված են իրենց հոդի ուշադրությունը, իսկ մարդիկ սիրով գլսեն եւ շատեր կհետևին անոնց։ Հետևորդներու թիվը 3000-ն դարձավ 5000, իսկ այս փաստը մեծ մտահոգության պատճառ էր հատկապես սատուկեցիներուն, որոնք չէին հավատար մերելներու հարությանը, իսկ առաքյալները գխոսեին հարության մասին։ Այդ պատճառով ցերպակալեցին երկու աշակերտները եւ բանդարգեցին մինչեւ հաջորդ օրը։ Իսկ հաջորդ օրը իմի հավաքվեցավ հոգևոր գլանը, երկու քահանայապետները, օրենսգետները եւ բոլոր անոնք, որոնք քահանայական ցեղեն էին, այլ խոսքով անոնք, որոնք որոշում կայացուցած էին Հիսուսը խաչը հանել։ Հավաքվեցան եւ սկսան հարցակնել Պետրոսն ու Հովանեսը։ Այստեղ անգամ եւս միևնույն պատմությունը կսկսի, ինչը որ ըրին Հիսուսի քարոզության ժամանակ։ Ամենևին ուշադրություն չդարձնելով խոսքի ճշմարտության վրա կամ կատարված հրաշքի վրա, որ իրենց աչքին առջևն էր, եւ բոլորը կճանչնան այդ գաղ մարդուն, կհարցնեն ինչ զորությամբ եւ որու անոնով կատարեցիք այդ բժշկությունը։ Անոնց հետաքրքիր էր ոչ թե հիվանդը, որ արդեն առողջ է, այլ միմիայն պաստաթուղթը կամ վգայականը կամ լիցենզիամը, դե ինչպես բուժած են զինք։ Բայց այդ հոգևոր գլանը չէր գիտեր, որ Պետրոս առաքյալը որևէ պաստաթուղթ չունի, բայց ունի Սուրբ Հոգին, որը խոսիլ գուդար անոր ըստ այն խոսքի, որ Հիսուս կսեր, երբ ցեզ դանեն ատյաններու առջև, դուք մի մտահոգվիք, թե ինչ պիտի խոսիք, ցեզի այդ ժամուն պիտի դրվի լեզու եւ բերան, իսկ ցեզ հանդիմանողները պիտի չկարողանան պատասխանել։ Այդպես ալ եղավ։ Խոսեցավ Պետրոսը Սուրբ Հոգիով լեցված եւ ասավ անոնց. Միթե օրինավոր է, որ դուք բանդարգեք մեզ այն բանի համար, որ մենք բարիք գործած ենք դգար մարդը բժշկելով, որուն դուք կճանչնաք։ Իսկապես Պետրոսին դրվեցավ լեզու եւ բերան եւ նա շարունակեց խոսքը ասելով. Թող հայտնի ըլլա բոլորիդ եւ ամբողջ Իսրայելին, որ նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով բուժեցինք, որը դուք խաչեցիք եւ որուն որ Աստված մերելներեն հարություն տվավ։ Պետրոս առաքյալը այս գարջ մտքի մեջ 3 կարևոր ճշմարտություններու անդրադարձավ։ Քրիստոս Աստուծո եկած էր, դուք խաչեցիք եւ հարություն արավ։ Այս 3 գլխավոր իրականություններու մասին էր Պետրոսի քարոզը, որուն համարալ ցերպակալեցին այս երկու աշակերտները։ Սիրեիներ, մենք կրնանք մեծ դարբերությունը սկալ Պետրոսի խոսքերու միջև, մինչև Սուրբ Հոգիով լեցվիլը եւ անգե հետո։ Պետրոսը իր քարոզներու մեջ գմեջբեր է մարգարեություններ, իր խոսքի հաստատող սաղմոսներով եւ այլ սուրբ գրային մեջբերումներով։ Համարցակ կքարոզե նաև հրյա առաջնորդներուն հիշեցնելով, որ Հիսուս էր այդ վեմը, որուն անոնք անարգեցին, եւ չկա մեկ ուրիշ այլ անուն, բացի Հիսուսեն, որուն միջոցով պիտի լա փրկությունը։ Ապշած կլսեն Պետրոսի խոսքերը եւ կզարմանան անոր գիտության վրա, քանի որ գճանչնային Պետրոսը Հիսուսի աշակերտ եղած ժամանակեն եւ լսելով անոր խոսքը ոչ մեկը պատասխան չէր կրնար տալ։ Պատկերացուցեք, որ Գալիլեացի անուս ցգնորսմը, որ գխոսեր Գալիլեայի բարբարով, գանքնած է, ինչպես որ մեկ բարս ցգնորսմը եւ գահանտիմանե քահանայապետը իր արչեւ կանգնած։ Սա անգարելի բան էր այդ ժամանակներու համար։ Եվ եթե գիհիշեք, վստահ եմ գիհիշեք, որ ապտագեց Հիսուսը քահանայապետի հետ հարկանքով չխոսելու համար։ Հիմա Պետրոսը անոր գադարած հանցակործության մասին
անոր երեսին գսե առանց վախնալու։ Գտեսնեք, երբ որ ճշմարտությունը գմտնե մարդու սրդին մեջ, այնտեղեն դուրս կվանե վախը, անորենի եւ գեղձավորի նկատմամբ։ Իսկ անոնք պատասխան չեն գրնար տալ։ Որովհետեւ երբեք ոչ մեկ հիվանդ չեն բուժած կահանայաբեդ ըլլալով հանդերձ, իսկ Պետրոսը իրենց աչքի առջև ոտքի գահանե իձնե գավը։ Ադյանեն դուրս հանեցին առաքյալները եւ որոշեցին առանցին ժողովնել։ Անոնք ըստ իրենց սովորության պատրաստ էին հերքել ցանկացած բուժում, բայց արդեն շատ մեծ տարածում ստացած էր այդ հրաշքը Երուսաղեմի մեջ եւ անգարելի էր ուրանալ այդ պաստը։ Բայց չկարողանալով հիմնավորել իրենց մեղադրանքը, որոշեցին սպառնալ այս երկու առաքյալները Հիսուսին անունով այլևս չխոսելու եւ չուսուցանելու։ Իրենց պատկերացմամբ այսպիսով պետք է Հիսուսի անվան համբավը մարեր եւ մոռացվեր ժամանակի ընթացքին։ Ամեն դեպքին իրենց ագենգալիքը դա էր, բայց երբեք չէին ագենգալեր, որ Պետրոսեն ու Հովհաննեսեն գստարան եւս մեկ արդարացի հանդիմանություն եւ ապտակ այս խոսքերով, թե եթե Աստծո արչեւ արդար է, առավել ցեզ լսել, քան Աստված ինքներդ որոշեցեք, իսկ մենք չենք կրնար չսել այն, ինչը տեսած ենք եւ վկայած ենք։ Քահանայական հանձնաժողովը մնաց նույն անելանելի վիճակի մեջ, ինչպես որ մնացած էր Հիսուսի դված հարցերու դիմաց։ Ամեն դեպքին սպառնացին եւ ազատ արձակեցին, քանի որ ոչ մեկ պատճառ չգտնվեցավ զանոնք բանդարգելու համար։ Գտեսնեին, թե ինչպես ժողովուրդը կփարապանեց Աստված իր դեսած բուժման հրաշքի համար։ 40 տարեկան մարդը իրենց աչքին առջև գտրչկոդեր ուրախութենեն, որ ազատված էր 40 տարվա անդամալուծութենեն, քանի որ գսեին, որ անոր գվերցնեին եւ գտնեին դաջարի դիմաց, դա կնշանակե, որ բարձ գաղության մասին չէ խոսքը, որ ինքն իր ոտքով շարժեր դեղեդեղ։ Քահանայապետները ամեն քնով կգամենային լրացնել այդ ուրախության աղմուկ աղաղակը, քանի որ մեծ ամոթ էր իրենց համար, չէ որ իրենք էին հոգևոր առաջնորդները, ամբողջ իշխանությունը անոնց ձեռքն էր, բայց իրենք անզոր են ճշմարտության առջև։ Երբ ազատ արձակեցին Հովհաննեսն ու Պետրոսը եկան իրենց հյուրայիններու մոտ եւ պատմեցին, թե ինչպես վարված են իրենց հետ քահանայապետները։ Անոնք լսելով այս բոլոր բաներու մասին, մեզի պես չսկսան իրենց մեջ քննարկել եւ գնահատականներ տալ, այլ սկսան բոլորը միասին աղոթքի կանգնեցան եւ իրենց ցայնը բարձրացուցին առ Աստված եւ խնդրեցին, որ իրենց սպասվող սպառնալիքներու ժամանակ Աստված իրենց համարձակ խոսելու եւ վկայելու կարողություն տա եւ հիվանդները բուժելու զորություն տա Հիսուս Քրիստոսի անունով կատարելու համար։ Այդ ժամանակ ամենքը լեցվեցան Սուրբ Հոգիով եւ համարձակությամբ կխոսեին Աստուծո խոսքը։ Քրիստոնյան օրաստեղծ այս համայնքը, որ Աստուծմե իշխանություն կխնդրեր, ոչ լավակույն պայմաններ կխնդրեր, այլ մարդոց օգնելու եւ քարոզելու զորություն կխնդրեր։ Քրիստոսի անվան համար հալածանքի բահին կատարված աղոթքը լսելի եղավ Աստուծո եւ հավատացյալներու բազմությունը մեկ սիրտ էր ու մեկ հոգի էր։ Միապան էին ինչպես հոգիով, այնպես ալ նույնտապես ոչինչի գարիք չունեին, քանի որ յուրաքանչյուրը իր ունեցածը իր սեփականությունը չէր համարեր, այլ ընդհանուրի շահի համար էր։ Բոլորը լեցված էին շնորներով եւ գոքնեին միմյանց եղբայրական սիրով եւ հավատարմությամբ։ Նույնիսկ Բարնաբաս անունով մեկը, որը ղևդացի էր, վաճառեց իր արդը եւ գումարը բերավ եւ դրավ առաքյալներու ոտքին առջև։ Սա այն Բարնաբասն էր, որուն հետո պիտի հանդիպինք Բողոս առաքյալին աշակերտելու ժամանակ։ Սիրելիներ, ես ցեզի համարոտ ներկայացուցի Քորձք առաքելոց գրքի 1-4 գլուխներու ամփոփ այս տեղեկությունը։ Հաջորդ հաղորդման մեջ կանդրադառնանք 5-10 գլուխներու սերտողությանը։ Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու ողորմությունը միշտ ձեր կյանքերը լիացնե, հարստացնե, ողողե։ Բողոս առաքյալի խոսքերու համաձայն
մեր Տեր Հիսուս Քրիստոսի հայրը թող ցեզի դա իմաստության եւ հայտնության հոգի զինք ճանչնալու համար եւ թող շնորհներու Տերը իր սերը մեր բոլորի սրտերու մեջ տնե անոր բարք հավիտյանս հավիտենից ամեն